եղավ հայտարարություն, որ շուտով Թուրքիայի ազգային ավիափոխադրողը Երևան անկարաթռիչքներ կիրականացնի։ Այսինքն դա ինչ է, դա կարգավորումը։ Դե կարգավորում են, սահմանն էլ կբացվի։ Եվ շատ լավ կլինի առևտուրտան Ում համար լավ կլինի։ Գրզոյի համար լավ կլինի, որտեղ Գրզոն ասում էր, որ լավ կլինի։ Բայց այն 4000 մարդու համար, ովքեր որ այդ առևտուրն էին անում, վատ կլինի, իրանք դուրս կմղվեն։ Թուրքական ավիաուղիները լրիվ կվերցնեն իրենց ձեռքը այս շուկան։ Հասկանում եք, շուկայի ներքին պաշտպանության խնդիր, սահմանը կբացվի, գյուղացիները կսննկանան, որտեղ դեմպինգային գներով այդ ամբողջը կբերեն եւ այլն կա, այդ հերթական եկած, այսինքն դա նախ կարգավորում չի Թուրքիայի հետ հարաբերությունների։ Թուրքիայի կարգավորությունը գիտեք երբ կալեր ասել, երբ որ Թուրքիան ներողություն կխնդրեր Հայաստանության համար, նյութական, բարոյական հատուցումներ կիրականացներ, դա կլներ կարգավորում։ Այս ինչ որտեղ սա հայկական կապիտուլյացիա է։ Այսինքն ասում են այն ինչ որ ոնց որ ասած ալես քեզ հալալ լինի ինչ որ թալանելես կապիտուլյացիա ասեց Ալիևը չէ կարծեմ իր ելույթի ժամանակ երկու անգամ կապիտուլյացիա Ադրբեջան սա արդեն կապիտուլյացիա Թուրքիայի առաջ հասկանում եք բայց էլի դեռ այս սահման բացելը սարքել են չգիտեմ ինչ որ մի բան ես կրկնում եմ ինչքան օգուտ այդ սահման բացելուց է երկու այդքան այդ սահմանը բաց վտանգից է լինելու շատ վտանգավոր բաներ կա այդտեղ բայց դա կարգավորումը չի գիտեք կարգավորումը այսինքն որը կլներ որ օրինակ Հայաստանը կարողանար իսկապես անվտանգային նոր համակարգ ստեղծած լինել ընդհանրապես այսօր ստացվել է մի բան որ Ռուսաստանի դիրքերի թուլացումը բերում է ոչ թե արևմուտքի դիրքերի ուժեղացման այլ Թուրքիայի դիրքերի ուժեղացման Այդ ենք մենք ուզում, ես այդ չեմ ուզում, մենք միշտ ենք ասել, մեր ծրագիրն էլ հենց դա եղել, որ Ռուսաստանը գնալու է, որպեսզի մենք մենակ չմնանք Թուրքիայի առաջ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ արևմուտքին բերենք։ Այն ժամանակ, որ բոլորը բան էին, հələ ռուսաֆիլ էին, մեզ էլ որպես ամերիկյան, չգիտեմ, լրտես էին ներկայացնում։ Հիմա հակառակն է, բոլորը դարել են պրոարևմտյան, մեզ են մեղադրել, չգիտեմ, ինչ հարցերում եւ այլն։ Բայց ցավոք սրտի այսօր տեղի ունենում վատագույն տարբերակը, որտեղ Թուրքիայի տնտեսական քաղաքական հզորացումը հարավային Կովկասում բոլորովին լավ չի մեզ համար։